Քոչարյանն այսօր եկել այ իջալը չի եկել իշխանության, Սամվել Կարապետյան նման դունդուկը չի եկել իշխանության, Դոդի նման դունդուկը չի եկել իշխանության, բայց կայնում ապուշ թեզերով հանդես են գալի։ Կներեք էլի սիրելի հայրենակիցներ, միգուցե դուք քորեք, միգուցե դուք չեք տենում Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում, միգուցե դուք չեք տենում Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին ինչպես է դիմավորում պետական համակարգին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին։ Դուք այդքան բանը չեք տեսնում, դուք այդքան գիտակցություն չունեք, դուք այդքան չեք կարող դարձի գաք Հայաստանի Հանրապետությունում աշտարակում Սամվել Կարապետյանի թիմը աշտարակում կանգնած Փաշինյանը երբ որ եկել էր աշտարակ, այն որ լրագրողը Դարդակ հրապարակը նկարել էր ժամը 4-ին, կծել էր աշտարակի մարզպետի ելույթին, իբր գիշերվա ժամը 10-ը մարդ չկա։ Ուրեմն ասեմ ձեզ, աշտարակը կլինի, Արագածոտ մարզը կլինի, որտեղ կլինի Փաշինյանի համար ժողովուրդը պատրաստ կանյացա։ Բարից բունի իմաստով։ Այս ընտրություններից հետո լրագրողների հախից են գալու։ Այս ընտրություններից հետո Սամվել Կարապետյանի նման թափթփուգը, Քոչարյանի, Դոդի ախ են անելու այս երկրից փախնեն, բայց այդ վլաստն են չունենալու։ Հայաստանի Հանրապետությունը հերիքա խեղաթուրեք, հերիքա ծախեք, հերիքա զոհված զինվորի արյան գնով փող աշխատեք, հերիքա Քոչարյանի դուդուկը փչեք, Քոչարյանի տակն էլ պարեք, Հայաստանի Հանրապետության բնակիչը գիտակցաբար դարձի այգ է, հասկանալու ուշքի այգ է ու ազատվելա ձեզանից, ձեր այդ կեղծնենք դավաճան ստրկատիրական կարգավիճակից ազատվելա Հայաստանի Հանրապետության բնակիչը 36 տարի ի վեր Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրել եք ու խայտառակել եք 36 տարի ի վեր Հայաստանի Հանրապետության բնակիչին ինչքան ուժ եք ունեցել նսեմացրել եք, խորտակել եք նրանց անդորը, խայտառակել եք նրանց ապրելակերպը, նրանց երեխեքի ապրելակերպը, բոլորիս, մեզ բոլորիս, այսօր Հայաստանի Հանրապետության սերունդը մեծանում է լավ դպրոցներում, կրթվում է լավ դպրոցներում, լավ մանկապարտեզներում մեծանում է, լավ դպրոցներում կրթվում է, լավ բուհերում սովորում է, լավ ուտում է, լավ հագնում է, լավ տրանսպորտից օգտվում է, ի տարբերություն այն տարիներին, որ մենք ենք ապրել, ի տարբերություն այն տարիներին, ու այդ ամեն ինչը դուք եք խայտառակել ու խեղաթուրել, երբ որ ես նայում եմ Հայաստանի այս զարգացումները, մենակ ուրախանալը չի, որ ուրախանում եմ, ամենաառաջուց տխրում եմ, հետո նոր ուրախանում, տխրում եմ գիտես ինչի համար, որ մեր նման մարդկանց, մեզպես հասարակությանը, մեր երեխեքի մանկությունը, ձեր նման աղբի տղերքը դարեր ի վեր խայտառակել ու խեղաթուրել են, ու մենք ապրելու, գոյատևելու, լավ բաներից օգտվելու, լավ դպրոցում, մենք մեր դպրոցի մանկապարտեզի դպրոցում մանկապարտեզում երեխա ժամանակվանից կուպցի ենք տանում, որ մեր մեխերը հանենք, չակուչ ենք տանում, որ մխենք, մեր դասատուները, յուբկաները ճղացնում էին այդ դպրոցից ու մանկապարտեզից մեր ուսուցիչները, որովհետև ամբողջ աթոռները մաշած, մեխերը վրեն, մենք մանկություն չենք ունեցել, բայց այսօր մեր երեխեքը ապրում են հայ զինվորի ազատագրած, խաղաղ երկրի ու երկնքի տակ, թողեք ապրեն, թողեք շենանան ու հիշեք, դուք չեք էլ կարա խեղաթուրեք ու խայտառակեք, ձեր Դոդի Գագոն հելնումա խոսում է, նայ այն դեմը ոչ մի բան չկա դրանց, ոչ մի բան, ես չեմ կարդում ոչ մի բան, ընդհանրապես պաստատկեն ամենակերախոսից, ձեր Դոդի Գագոն հեռնում է, խոսում է, ոնց որ լոբախաշուկ երածլնի, վրիցել, կատ խմածլնի, լուծ ընգած փորձավի պես կակազելով այդ ոչխարը, երկու բառ չի կարամ խոսա, ձեր Սամվել Կարապետյանը նույն հայվանն է, Աբրի Փաշինյանը, որ սաղին սարքեց բլոգեր, համեն մեկը հեռախոսն առնում է ու սկսում մկկալ, ձեր ամբողջ սուրուն ղեկավարող չոբանները բռմեն անասունի նման, բառ տար իրար կապել չգիտեմ, այն Գագոն ինչ ասում չգիտեմ, ուզում եմ լսեմ, ուզում եմ հասկանամ, զոռում եմ ինձ, ինչ անում եմ, չի մտնում գլխիս մեջ, ինչ ասում, բառ չես հասկանում, այն էշը, այդ մախարխարշավի, նույնն էլ իրանց շտաբների դեմն են կանյաց, նույնը իրանց շտաբների դեմը, ու դուք գիտակցաբար գնում եք հայդարարություն, թեզեր եք տարածում, որ դուք գալու եք իշխանության, ընդհանրապես դուք իշխանության չեք գալու, ես ձեր բոլորին, Ռոբերտասերժական այդ կլանին, Քոչարյանին, Դոդին, բոլորին, ամսի 8-ի առավոտյան հրավիրում եմ Արագածոտ մարզ գյուղ Օշականի կենտրոնական հրապարակում կամ աշտարակի, որտեղ կուզեք եկեք, փոքրիկ դագաղիկներ են բաժանելու, ցավակցանքի տարոսիկներ, որովհետև ձեզ ոչխարներ, որ հանել են փողով լցրել են հրապարակները, տարբեր պայծեցներ բռում եք, 3 ամիս է դուք գնացել եք քարոզարշավի, Փաշինյանի քարոզարշավը նոր ասկսվել, քաղաքական քարոզարշավը նոր ասկսվել, 3 ամիսա բռում եք, ձեր հոտը չի շատանում, ձեր ոչխարի սուրուն մենակ բռալով այդ մա ԱԱՑ-ի շնորհիվ, ձեր զրույցները լսելով այդ մա ԱԱՑ-ի պատվալներ, ես իշքան գիտեմ պետությունը հենց հիմա 500 մանկապարտեզ 400 դպրոց կարգախոսը դադարացրել է,
այդ կառուցապատումը դադարացրել է ու Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Դոդիկ Ագոյանով բանդա խցեր է վերանորոգում, որ ԱԱՑ-ի միջոցով լսված ձեր գալասավոները, ձեր փողբաժանողները բոլորը հավաքվեն մի հարգի տակ։ Դուք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող, խայտարակող պոռնիկաբանական ինստիտուտ եք, պոռնիկների կույտ եք։ Սամվել Կարապետյան, դու պոռնիկ ես, պոռնիկ, ամենավերջի պոռնիկը Հայաստանի Հանրապետություն, եթե մի հատ պոռնիկ լինի, ցանկացած հայ տղամարդու կարա հաճույք պատճառի, բայց դու այն կարգի պոռնիկ ես, այն կարգի քցի պոռնիկ ես դու, Սամվել Կարապետյան, որ քու բերանն ու հետևը միայն ու միայն բացել ես Հայաստանից դուրս օտար ափերում Վլադիմիր Պուտինի առաջ, ուրիշ ոչ մեկի, եթե օրը եղելա տրամ չես ունեցե բացես, զաստավիտով են բացել քո կամակն ու բերանը Պուտինի համար, ու դու այսօր Պուտինի շնորհիվ եկել ես Պուտինի շնորհիվ եկել ես Հայաստան, Պուտինի ստիպողական քեզ բերել է Հայաստան, որ դու Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մի բան անես, որ վլաստը գա էլի քո նման էշերի ձեռը, որ Պուտինը գա Հայաստան ֆրա, ինչ ուզի գույք պարկի դիմաց հավաքի հետա, ոչ, էլ չի գալու այդ օրերը, անցան այդ օրերը անցան գնացին, այդ էլ օրեր չէր, դրանք տարիներ ի վեր տարապել ենք մենք ձեր նմանների ձեռը, բայց հազիվ ձեզ արմատախիլ ենք արել, ձեր չատլախաբանական ինստիտուտը քոքահան ենք արել, քոքը լրիվ թուլացրել ենք, բացել ենք այդ չաշկեն, այդ ծառի չաշկեն, ու այդ հին արմատներին հատ ասել Փաշինյանը, ասել Գևոր Պապոյանը, ասել Ալեն Սիմոնյանը, ասել Ռուստամ Բակոյանը, բոլորը պետք է գլխատվեն, այդ 3 գլխները պետք է գլխատվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում 18 տարեկան սերունդ չգլխատվի Պուտինի հովանավորությամբ, Ալիևի հովանավորությամբ, ձեր շնորհիվ, դուք եք Հայաստանի Հանրապետությունը տարեխեղաթուրման, դուք եք Հայաստանի Հանրապետությունում կերտել երրաբլուր, որ ոչ տուտ ունի, ոչ տակ, դուք եք Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր ու հազարավոր ծնողների սարքել սկաշաղախ, դուք եք Հայաստանի Հանրապետությունը քանդել, եթե դուք չեք քանդել այ բոզի տղերք, Ամերիկաներից ու Մոսկվաներից ու չգիտեմ Գերմանիաներից ծախում են ձեր միլիոնավոր դոլարների ունեցվածքներն ու 70%-ն են փոխանցում Հայաստանին, ձեզ որտեղից այդքան եղած, Փաշինյանն ինչ եկել է իշխանության, ուղիղ եկած հաջորդ օրվանից Սևանի ձեր վիլադամատաներն ա քանդում, հələ չի պրսնում այդ հոսքը, դուք Հայաստանի Հանրապետության քաղցկեղն եք, որը ամենաանդառնալի բուժվող հիվանդությունն է, կա որ չի բուժվում, բայց Փաշինյանը միակ ուռուցքաբանական բժիշկն էր, որ ձեզ մաքրեց Հայաստանի Հանրապետությունից, Փաշինյանը միակ ուռուցքաբանական բժիշկն էր, որ առանց ռենտգեն անելու, առանց քիմիայի ձեզ մաքրեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի վզից, բգից, փորից, ջեբից ու բոլոր այն մասերից, որ դուք նստած եք եղել այս ժողովրդի երակի, ամենակարևոր երակի վրա ու ծծել եք նրանց արունը, ծծել եք դուք այս ժողովրդի արունը, ծծել եք, բայց դուք մաքրվեցիք, Ռուսաստանի Դաշնությունից դուք կառավարական դաշտ եք բերում, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու կառավարել, որովհետև ձեր հագուղարգի շալվար էր, ձեր շալվարի մեջ տղամարդկության ոչ մի օրգան չկար, որը լներ ձեր կնանիկը տերտերների տակը չէին պարկի, ձեր կնանիկը Պուտինի տակը չէին պարկի, ձեր կնանիկը Ամերիկաներում ու Եվրոպաներում կեղծ ձևով չէին մահանա, դուք Հայաստանի Հանրապետությունում կեղծ բանդա եք եղել, գողական մի հատ բանդա, որ ավիրել եք ու ապականել եք այս երկիրը, բայց ձեզ կզծնելու սեզոնը սկսվել է մի շատ անդառնալի ձևով ու շատ մեծ թափով, Հայաստանի Հանրապետությունում դուք խեղաթուրված, խայտարակված իշխանություններ եք, տարբեր լկտի թեզերով հանդես գալացող, մեկին հեռուստացույց եք տալի, մեկին պայծեզդում եք ծեծում, մեկին ոռ եք տալի, մեկին բերան եք տալիս, բայց դուք երբեք իշխանության չեք գալու, դուք Հայաստանի Հանրապետության հասարակության, մեր ու մանուկի, եռաբլուրում պարկած զինվորի, բոլորի ապրելու, մահանալու, ծնվելու, նորից մահանալու, խայտարակ ձևով ապրելու, սոցիալապես անապահով ապրելու, ամեն ինչի մեջ ձեր մեծ ներդրումը ունեք դեպի խորտակելը, այդ մարդկանց, բայց դուք էլ երբեք իշխանության չեք գալու, գահս կբռնեք քոքից, բայց իշխանության գահին չեք գալու, դուք Հայաստանի Հանրապետության բնակչությանը կատվածահար եք արել, դարեր ի վեր խորտակել եք, խայտարակել եք, ապականել եք ձեր նման դիշովկեքին, որ դուք այսօր ձեր անգրագետ մասայով կներեք, ձեր անգրագետ մասայով կանգնում եք հանդես եք գալի
Թե Փաշինյանը թույլ ղեկավար է, չարաչար սխալվում եք։ Փաշինյանը այնքան լավ ղեկավար է, Փաշինյանը Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը սարքել է Հայաստանը երկրագնդի էպիկենտրոնը, Հայաստանի Հանրապետությունը դարերի վեր անտեսված այլ է օտար երկրամեր ժողովրդի կողմից, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը չեն ճանաչել հասարակությունը, ժողովուրդը տարբեր երկրների պատկան մարմիններ, բայց Հայաստանի Հանրապետություն բարով բերեց Փաշինյանը 47 պետական համակարգ, 47 ղեկավարի բերեց Հայաստանի Հանրապետություն, բայց դուք դարերի վեր Հայաստանի Հանրապետություն եք բերել մենակ Ալիևի բուրըն սեքսի ժամանակ ծնված Վլադիմիր Պուտինին, մենակ դրան ու Հայաստանը քանդել եք, ապականել եք, ինչ տեսել է, քանդել է, տարել է մեր գործարանները, գողացել է մեր մանկությունը, մեր խաղաղությունը, խեղաթուրել է, խայտարակել է ձեր Պուտինը, մեր ազատ ապրելու իրավունքը, բայց որ այսօր Փաշինյանը լեզու է քթել մեր հակառակորդ, մեր դուշմանների հետ, սենց ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում եւս մեկ անգամ անդառնալի պատերազմ չսկսի ու տանը մտակը մնացած են երեխեքին էլ չտանեն, չգլխատեն, չվառեն, չգերեվարեն, դուք այդ process-ի հետ չեք հաշտվում, դուք վառվում եք, դուք նորից 4000, 3000 զոհ կտակ, մենակ գաք իշխանության, բայց առհատ է կգաք իշխանության, առհա Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանը երկրագնդի վրա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, միակ ուռուցքաբանական կենտրոնի բժիշկն ա եղել, որ առանց հիվանդանոց մտնելու ձեր նման ուռուցքին հեռացրել է Հայաստանի Հանրապետության տրորված, ավիրված 36 տարի խոշտանգված բնակչության կոկորտից, վզից հանել է, մենք ձեզ ապամոնտաժել ենք ու դեռ ապամոնտաժում ենք ու ամսի 7-ին ձեր վերջի ապամոնտաժումն ա լինելու, հիշեք, եթե կգաք իշխանության, բերանս բացա, բոլոր իշխանության եկածները կգա կքափեք իմ բերանը, եթե չէ, ես քակեմ ձեր սաղ ու սատկացի բերանը, որ անգամ չգիտեք որտեղ եք հողակրկավոր է, դուք Հայաստանի Հանրապետությանը խեղաթուրող, խայտարակող մի հատ փալասներ եք, որ երբեք իշխանության չեք գալու այս երկրում, չկա նման բան, դուք դիշովկեքի տեղատարապ եք, դուք պոռնիկաբանական մի հատ կույտ եք, ասել եմ ու կասեմ, դուք թուրիմացություն եք, դուք խեղաթուրված եք, դուք ամփույթ սեքսից առաջացած ինչ-որ խմբակներ եք, ու գրեթե բոլորդ էլ մի որցից եք առաջացել, այսքանը ձեզ կհիշեք, կլնեք լրագրող, կլնեք նախկին դիշովկեք, կլնեք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող որևիցե մեկը, տեսօր կայնում եք ասում եք Դերասան Ռաֆոն գնացել է կայնել է Փաշինյանի կողքը, ինչ արե որ գնացել է կայնել է, ձեր պոռնիկ Ներսի Գիսպիրյանը, Երևանի կենտրոնում, պատերազմի անդառնալի օրերին, որ 4-5 երեխու աճուն էին տեղափոխում Եռաբլուր, մենակ մորու հոր ոռնոց էր գալի, մերու մանուկի լալ էր գալի, Ներսի Գիսպիրյանը բարձրախոսը ձեռին երկվեր, Զարթնի լաո մեռնիմ քզի, այդ ձեզ կարելի է, թե դուք ծանր եք տանում, որ Երկիները դարերի վեր ձեր տակը սողացել են, երկել են ու չալել են մենակ ձեր համար, այսօր հանգարց ինչ-որ մեկը գալիս է, այս իշխանության կողքը դուք ծանր եք տանում, կներեք, այդ երկիներն էլ են դարձի գալու, իհարկե են ժամկետն անցած պոռնիկները չէ, որ ունեք խցերում պահած, ձեր Շուշան Պետրոսյանը իմ դիագների վրով երգում էր Քարքարոտ երկիր, սպարապետի կողքը պարկած այդ երկն էր երգում, զինվոր թաղելուց այդ երկն էր երգում, ձեզ կարելի է, Հիմա եք հիշե, որ Հայաստանը սքաշաղաղ վիճակում է, Հայաստանը 5 տարի առաջ անդառնալի կորուստներ ունեցել, որ դարերի վեր չի մոռացվի, դարերի վեր, սերունդ առ սերունդ սքալու ենք մենք մեր երեխեքի մահը, բայց միևնույն պահին ապրելու ենք, ստեղծելու ենք, արարելու ենք, մխկտալու ենք, ապարելու ենք, լացելու ենք, այդ է կյանքը, դարերի վեր այդ է եղել, մենակ մեզնով չի, բայց ձեզ խորհուրդ կտամ հիշեք, որ պատերազմի անդառնալի օրերին հրապարակի կենտրոնում ցցել եք մի հատ բեմ ու վրան եք անե Ալա Լևոնյան, Նունե Եսայան, կթած բայց երբեք ցամքած բայց երբեք կած չտված Շուշան Պետրոսյան, կեղծ դաշնակ հայրենասեր Ներսի Գիսպիրյան, ապո երկիչ իր աղբոր բալեկը, ուր էին պատերազմին, այդ անդառնալի օրերին հրապարակում ձեզ երկել կարելի էր, 4 հայ զինվորի մոր ոռնոցն ու մղկտոցներ գալի, ձեզ կարելի էր երկել, բայց հիմա Երկիչ ու դերասան իրավունք չունեն կամ Փաշինյանի կողքը կանեն, չարաչար սխալվում եք, դարձի են գալի մարդիկ, որ ձեզ անդարձ ճամփեն հայրենիքից, անվերադարձ ճամփեն հայրենիքից, ձեր նման տականքներին, ձեր նման կեղտերին, ձեր նման պոռնիկի վաստակներին, գնացեք ու տվեք դատի, այսքանը ժողովուրդ ջան։